ձեր թեկնածուն 3 ըստ էության հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, պնդելով, որ բազմաթիվ գյումրեցիներ փող են տվել, որ իրենց տղաները Գյումրիում չծառայեն։ Մինչ այս պահը արդեն կեսօր է, մենք չենք տեսել, որ իրավապահ մարմինները արձագանքեն այն հայտարարությանը եւ առնվազն Սարիկ Մինասյանին հրավիրեն հարցաքննության։ Սա արդյոք ընտրողական մոտեցում չէ, հաշվի առնելով այն, որ օրինակ անանուն ձայնագրության հիման վրա, որտեղ չկան որևիցե անուն թեկնածուների, թե ով է օրինակ գումար բաժանել, ինչ խոսակցության մասին է եւ ձերբակալում են ընդդիմադիր թեկնածուների մտերիմներին։ Շնորհակալություն։ Անդրադառնալով հարցի երկրորդ հատվածին Գյումրու ընտրությունների ընթացքին, նախ բանավեճի նորից անդրադառնալով պետք է արձանագրենք, որ ես հույս ունեմ, որ գյումրեցիները կելնեն այո հենց բանավեճի ընթացքում հնչած տեքստերից մեր կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի ծրագրային այն դրույթներից, որոնք ներկայացրել է գյումրեցու ապագան ավելի լավը դարձնելու համար։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, եթե դրանցում կան որևէ դրվագներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, ապա վստահ եմ, որ դրանք կարժանանան իրավապահ մարմինների ուշադրության, ինչպես բոլոր դեպքերում է լինում, եւ ես այստեղ ինչ որ դավադրությունների տեսությունների դաշտ չեմ ուզի գնալ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ ուրեմն տեղի ունեցող իրադարձություններին, նաև ձեր կողմից նշված անանուն ձայնագրության մասին, ես պետք է վստահ արձանագրեմ, որ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նման գործողություններ իրավապահ մարմինների կողմից առանց փաստերի։ Այդ փաստի մի մասը որպես այդպիսին այո հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, եթե ես ճիշտ եմ, եւ ուրեմն բայց ես վստահ եմ, քանի որ դեպքը մեկը չէր, կան նաև այլ փաստեր, որոնք բնականաբար չեն կարող բոլորը հանրայնացվել։ Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածին, որ թեկնածուներից մեկի մերձավոր, բարեկամներն են, մերձավորներն են ներգրավել կամ ձերբակալվել կամ հարազատները, ես ներողություն, բայց իրավական գործընթացներում տարանջատում չկա ըստ հարազատների, բարեկամների, մերձավորների եւ ընկերների, եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, արմատախիլ է արվել եւ ամեն բան մենք անելու ենք եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը թույլ չի տալու, որ այդ ինստիտուտը որևէ մեկը փորձի վերականգնել։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1